Հունիսի 26-ին աշտարակի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի և թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ հոգևորականներն այժմ վարչական հսկողության տակ են։ Ըստ մեղադրանքի Մկրտիչ Սրբազանն իր թեմի հոգևորականներին հարկադրել է մասնակցել իշխող ուժի դեմ հավաքներին։ Նաև 2021 թվականի ընտրությունների ժամանակ հրահանգել է չքվեարկել գործող իշխանության օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրանքը անհիմն է համարում։ Տեր Գարեգինը մեղադրվում է Սրբազանին օժանդակելու մեջ։ Նա ևս մեղադրանքը չի ընդունում։ Կան գործին առնչվող մի շարք հոգևորականների ցուցմունքներ, որոնք պաշտպանների գնահատմամբ հերքում են մեղադրանքը, սակայն մինչ օրս չեն ներառնվել գործի նյութերում։ Տուժող կողմ է ներկայանում նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, որի հայտարարությունների հիման վրա էլ առաջադրվել է մեղադրանքը։ Ստեփան Ասատրյանն ուշ ներկայացավ նիստին, կեսից էլ լքեց դահլիճը, պատճառաբանելով, որ անձնական գործեր ունի։ Նիստի ընթացքում հարցաքննության կանչվեց տուժող կողմ համարվող ևս մեկ նախկին հոգևորական՝ Արամայիս Թախմազյանը, որը սպասավորել է Թալինի տարածաշրջանում։ Արամայիս Թախմազյանը նշեց, որ 2023 թվականին իրեն և մի քանի հոգևորականի WhatsApp-ով հրահանգել են մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։ Ասում է ինքը մասնակցել է՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Պաշտպանական կողմը փորձեց պարզել, թե կոնկրետ ինչ գործողություններով կամ արտահայտություններով է դրսևորվել հարկադրանքը և արդյոք եղել են ուղղակի սպառնալիքներ։ Թախմազյանը նշեց, որ հանրահավաքին մասնակցելու հանձնարարականն ընդունել է որպես հրահանգ և չի առարկել, քանի որ իր ընկալմամբ հակառակ դեպքում կարող էր խնդիրներ ունենալ։ Խոսքը նկատողություն ստանալու կամ իր նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին է, ասաց նախկին քահանան, բայց նշեց, դժվար թե հարցը հասներ կարգալուծության։ Ուժողն ասում է, եթե այսպես չանենք, խնդիրներ կլներ, կարծես ինձ վախենալու ինչ-որ բան է նկարագրում։ Հիմա միևնույն ժամանակ դուք ձեր խոսքում ասեցիք, որ շատ կլներ նկատողություն կամ վերաբերմունքի փոփոխություն, ավելին ընդեցիք, որ դե չէ, կարգալույց չէ, դե հարցը չէր, որ կարգալույց լիներ, ձեր խոսքից այդ երկուսը նշեցիք, կլիներ նկատողություն կամ վերաբերմունքի փոփոխություն, որը չէիք ցանկանում լիներ, դրա համար էլ ինչ էլ որ մտածել եք, այսպես ասած չեք էլ բարձրաձայնել, մնացելա ձեր գլխի մեջ։ Ճիշտ եմ ընկալել ձեր խոսքը։ Անդրադառնամ սկզբից կարգալության հետ կապված, ես նորից հիշեցի իմ Facebook-յան գրառումը, որտեղ որ ես նշել եմ նաև, որ ունենք հոգևորականներս, նայեցեք, ունենք հոգևորականներս մտավախություններ, երբեմն նույնիսկ կարգալության։ Բայց ասեմ, ի պատիվ մեր առաջնորդի Մկրտիչ Սրբազանի, ինքը կարծում եմ եզակ եպիսկոպոսներից եղել, որ քահանա չի ներկայացել կարգալության։ Եվ դա քահանաները գիտեն։ Եվ դրանից ելնելով ես ասում եմ, այո, նա այդ ձերի մարդ չէր, sense կոպիտ ասեմ, կներեք Սրբազան, եթե ինչ-որ բան այդպես պատշաճ չի ձեր անձի հանդեպ, ինքը վատ մարդ չի, որպես այդպեսին, որ ասենք բայց թեմում ծառայելով արել եմ այն, ինչ որ գտել եմ այդ պահին ավելի նվազագույն վնաս բերող ինձ։ Շատ լավ, ախր տեսեք, սա պարադոքսն ինչու՞մ է, համ նենց եք ասում, բայց ամենայն դեպս մեղադրանքով այնպես է, որ հանկարծ մի միլիմետր շեղվեիք, ձեզ չգիտեմ, շուտ լինիք, հալածեին կամ չգիտեմ ինչ կանեին։ Մոտավորապես այդպես տպավորություն է, հիմա հարցս այսպես է։ Նկարը տպավորություն լինի։ Առավել ևս, եթե այդպես չէր, ամեն դեպքում ոչինչ քմյատել նկատողություն տային, ինչու չասեցին։ Ու այս պատմությունը չէր, իսկ կարող է ոչինչ էլ չլիներ։ Նայեցեք, դուք ենթադրում եք, որ թող մեկ հատ է նկատողություն տան, բայց ես չեմ ենթադրում, որ միայն մեկ նկատողություն կարող լիներ։ Դա կարող լիներ, եւ պարզապես բազմաթիվ խնդիրներ։ Իսկ կարող է հասկացվել եւ ոչինչ էլ չլիներ։ Դա ձեզ նորից է։ Նայեցեք, եթե գնանք, կարող է այո լիներ, կարող է նույնիսկ կարգալուծություն լիներ, կարող է չգիտեմ ինչ լիներ, բայց ունենք այն ինչ որ ունենք, եղել այն ինչ որ եղել։ Իսկ չէ, ներողություն, սա հարցերի իմաստն է նա, որ օբյեկտիվ իրականության մեջ ոչինչ չի եղել։ Ինչ եղել է ձեր մտքերի մեջ, դրա համար է հարցերը ծնվում։
Արամայիս Թախմազյանը հաստատեց, որ հանրահավաքներին պարզապես ներկա են գտնվել, որևէ կոչ չեն հնչեցրել, մարդկանց չեն ուղղորդել որևէ գործողության։ Պաշտպանական կողմի հարցին, թե քահանաների ներկայությունը հանրահավաքներին զսպող կամ խաղաղեցնող ներգործություն ունենում էր մասնակիցների վրա, թե ոչ, Թախմազյանը խուսափեց պատասխանել։ Տուժող համարվող կողմերի կարգալույծ քահանաների ցուցմունքների համաձայն 2021 թվականի ընտրություններից առաջ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հոգևոր դասին ասել է. «Խորհուրդ եմ տալիս, ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք»։ Պաշտպանների խոսքով ուղղորդումն ինքնին չի կարող դիտվել որպես քրեական հանցագործություն։ Պաշտպաններն ընդգծում են, որ հանցակազմի համար անհրաժեշտ է հստակ ապացուցել հարկադրանքի ձևը եւ մեխանիզմը։ Տեսեք, նաև ձեր ցուցմունքների հիման վրա ձեր առաջնորդը զորքանների միջով է անցել եւ ասում հիմա սահմանապատում է։ Դուք դրա հետ կապված որևէ զղջան կապում եք թե՞ չէ։ Եթե կարծում եք, որ այդ ամեն ինչը իմ պատճառով է, նայեք, լավ, ես իմ ասում եմ, հարկելի դատարան, թողեք մարդիկ գնան ինչ ասեն։ Բոլորին բարի ճանապարհ ասենք։ Այդ հարգելի դժոխ դատարանը բարձրաբանում է դες եկեղեցական կառուցակարգը լավ չէ պատկաստնա ենթակա վերադաս։ Ո՞վ է ձեր վերադաս, ո՞վ է ձեր ենթակա։ Իմ վերադասը Մկրտիչ եպիսկոպոսն է։ Անմիջական վերադասը։ Ես կներեք, երկու վերադաս ունեմ։ Մկրտիչ եպիսկոպոս, ամենայնայից կաթողիկոս, վերջ։ Իրենց խոսքերն են ինձ համար վճռորոշ, մյուս որևէ հոգևորականի խոսք վճռորոշ չի, առեգիտություն է։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 19-ին ժամը 12:00-ին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։